Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ Մեկ հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Իրանույշ Պապյանն եմ, այսօր իմ հյուրն է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Պարոն Պապոյան, բարև ձեզ, շնորհակալ եմ վերջապես հրավերն ընդունելու եւ այսօր տարին մեծ հետ ամփոփելու հետ կապված եւ պարոն Պապոյան, նախ մինչեւ կամփոփենք ուրեմն տարբեր դետալներով անդրադառնալով թե ինչ են արձանագրել 25 թվականին հաջողությունների եւ անհաջողությունների մասով նախ ուզում եմ սկսել մի շատ կարևոր թեմայից, որ ամբողջ տարի դարձյալ եւ լրատվամիջոցների օրակարգում է եղել դիվերսիֆիկացիայի մասին եմ ուզում խոսենք, որովհետև առավոտից երեկո մենք տեսնում ենք իշխանությունը խոսում է տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, բայց փաստն այն է, որ Ռուսաստանի մասնաբաժինը մեր ապրանքաշրջանառության մեջ զգալիորեն մեծացել է, ինչը նշանակում է, որ կախումը Ռուսաստանի Դաշնությունից մեծացել է։ Ինչպես է սա բացատրվում եւ ինչ քայլեր ենք անում իրականում հասնելու այսպես իրական դիվերսիֆիկացիայի, մյուս կողմից նման միտումների դեպքում ինչպես ենք կարողանալու դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, գիտեմ, որ այս պահին այդպիսի օրակարգ չունենք, հաջորդ պահի մասին եմ ասում, երբ այդ պահը այսպես տեյության վրա հասնի, համեցեք։ Նախ սկսենք նրանից, որ ինչպես դուք նշեցիք, այդպիսի օրակարգ չկա կառավարությունում եւ բնականաբար եթե չկա այդպիսի օրակարգ, որևէ նախարար չի կարող այդ օրակարգով աշխատել։ Իսկ դիվերսիֆիկացիայի օրակարգը բնականաբար էկոնոմիկայի նախարարության համար կարևոր է, անկախ նրանից մենք կլինենք Եվրասիական միությունում, Եվրոպական միությունում, թե որևէ միությունում չենք լինի եւ այսպես ասած կբռնենք տարածաշրջանային ինտեգրացման, այսինքն մեր տարածաշրջանային գործընկերների հետ մեր հարաբերությունների խորացման ճանապարհը էական չի։ Դիվերսիֆիկացիան ինքը ցանկացած պարագայում պետք է, եւ եթե 10 տարի հետո մեր առևտրի մեծ մասը օրինակ Եվրոպական միության հետ լինի, եւ ելի պետք է ասենք, որ պետք է դիվերսիֆիկացնենք, որովհետեւ երբեք որևէ շուկայից չի կարելի եւ պետք չէ կախված լինել։ Սա շատ կարեւոր է եւ սա դա դասական ճշմարտություն է, սա Ռուսաստանի դեմ չէ, չգիտեմ, Հնդկաստանի դեմ չէ, Իրանի դեմ չէ, Եվրոպական միության դեմ չէ։ Ցանկացած երկիր ինքը փորձում է իր հնարավորինս ավելի շատ հնարավորություններ ունենալ։ Տեսեք, օրինակ, հատկապես նույն եվրոպական երկրները, իրանք հատկապես նրանք, որոնց տնտեսությունները շատ էին կապված, ենթադրենք Ռուսաստանի տնտեսության հետ, իրենք ամենամեծ հարվածը ստացան իրենց տնտեսությունները կապված ռուս-ուկրաինական պատերազմի եւ դրա հետևանքների հետ։ Այսինքն, այստեղ էլի ցանկացած պարագայում պետքա բոլոր երկրները փորձեն հնարավորինս շատ ճյուղերով կապվածություններ ունենալ։ Թեև անկմանը առևտրաշրջանառության, ես ուզում եմ սա փաստել, որովհետև վերջին այցի ընթացքում Պուտին-Փաշինյան, այսպես առանձնազրույցի ժամանակ, փաստորեն Պուտինն էլ անդրադարձավ, իհարկե նշելով, որ այդ հնարավորությունները համագործակցության պետք է զարգացնել եւ որ ըստ էության Ռուսաստանի Դաշնությունը գոհ է այս իրավիճակից, մինչդեռ պարոն Պապոյան, շատ ավելի այսպես ներքևի օղակի պաշտոնյաները, ես Օվերչուկին եմ ուզում ցիտել, դրանից մեկ շաբաթ առաջ հայտարարում էր, որ օրինակ մտահոգիչ ցուցանիշներ են շուրջ կեսով նվազել է ապրանքաշրջանառությունը ու նույն Օվերչուկը ասում էր, որ ռուսաստանցի գործարարները Հայաստանում խուսափում են, զգուշանում են, կներեք նրա բառը, զգուշանում են ներդրումներ անելուց։ Տեսեք, ես Ռուսաստանի Դաշնության պաշտոնական մեկնաբանությունների իհարկե բոլորը կարող եմ իգիտություն ընդունել, բայց եթե Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Ռուսաստանի Դաշնության նախագահն է բոլոր առումներով եւ եթե Ռուսաստանի Դաշնության նախագահը Ռուսաստանում ինչ-որ բան է ասում, ես կարծում եմ, որ դա է միակ ասված խոսքը, որ կարող ենք ընդունել, մնացած բոլոր ուրեմն վարիացիաները իհարկե կարևոր են, կարող են այսպես նրբերանգներ պարունակել, բայց պետք է ընդունել, որ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են։ Անկում կա նախորդ տարվա համար, ինչպես նախորդ տարի կար այդպես ռեկորդային աճ, բայց եւ նախորդ տարվա ռեկորդային աճը մեր համար որևէ մեծ էֆեկտ չէր եւ որևէ մեծ կախվածություն չառաջացրեց Ռուսաստանից։ Ոչ էլ այս տարվա ռեկորդային անկումը որևէ մեծ
ազդեցություն ունեցավ մեր տնտեսության վրա, ոչ էլ մեր կախվածությունը փոքրացրեց։ Բացատրեմ ինչի, որովհետև այդ ռեկորդային աճը պայմանավորված էր պարզ գործողությամբ։ Ռուսական ոսկին գալիս էր Հայաստան, այնուհետև կամ կիսավերամշակվում էր այդ լավագույն դեպքում, հիմնականում էդ էլ չէ։ Օդանավակայանից դուրս էին գալիս, Փարաքյարում մի հատ մաքսային տերմինալ կա, այդտեղ ձևակերպում էին անում, հետ էին տանում օդանավակայան գնում էր։ Այսինքն այդ առավելագույն այդ ճանապարհին 2 լիտր բենզին էր ծախսվում, ընդ որում այդ ճանապարհին էր նաև որ զինված հարձակումը տեղի էր ունեցել այդ 2-3 կիլոմետրի վրա եւ ոսկի էին գողացել, դե հիշեք անցած տարի։ Եվ այդ ամբողջ process-ում էլ շատ փոքր շահույթներ մնում է մեր տեղափոխողներին, շատ փոքր, այսինքն հարյուրավոր միլիոն դոլարների մեջ կարող է մի քանի 100,000 դոլարի մասին խոսքը գնա, պատկերացրեք, հա, այլ ավելի փոքր հարկեր են վճարվում, այլ ավելի փոքր հարկեր են վճարվում, հարկերն էլ ասենք մի քանի տասնյակ հազար դոլար։ Եվ այս արդյունքում ինքը կարող մեկ-երկու հոգի էլ աշխատանք ունենար տեղափոխության եւ կամ թղթեր լրացնելու, իսկ ինքը տնտեսական էֆեկտ չուներ։ Հետեւաբար, ինչպես անցած տարվա այդ կտրուկ աճը մեր տնտեսության համար որևէ էֆեկտ չուներ։ Այդպես էլ կտրուկ անկումը որևէ էֆեկտ չունեցավ։ Իսկ առհասարակ, եթե տարին ամփոփելու լինենք, ես պետք է ասեմ, որ իմ գնահատմամբ եւ իմ շատ գործընկերներ են եւ գործընկեր ասելով նկատի ունեմ եւ մասնավոր հատվածը եւ պետական հատվածը եւ ակադեմիական հանրությունը, ես նաեւ ակադեմիական հանրության հետ շատ սերտ աշխատանքային շփումներ ունեմ։ Իրենք նշում են, որ 25 թվականը թերևս Հայաստանի պատմության լավագույն տարին է եղել բոլոր առումներով։ Տնտեսության մեջ բացարձակ աճով կամ փոփվի տարին, բայց ամենայն հավանականությամբ մեր բոլոր գնահատականներով բացարձակ աճով երբևէ համախառն ներքին արդյունքը Հայաստանի Հանրապետության այնքան աճած չի լինի, ինչքան 25 թվականին է աճել։ Իհարկե դեռ փետրվարի կամ փոփենք, բայց արդեն նախնական գնահատականներն այդպիսին են։ Տնտեսությունը աճել է, աշխատատեղերը պատմական առավելագույն մակարդակի վրա, երբևէ այսքան աշխատատեղ Հայաստանում չի եղել, երբևէ այսքան աշխատավարձ, միջին աշխատավարձ Հայաստանում չի եղել, երբևէ այսքան հնա Հայաստանում չի եղել, տնտեսական բոլոր ցուցանիշները շատ բարձր մակարդակի վրա են։ Սրա վրա եթե գումարենք այն փոփոխությունները, որոնք որ արտաքին քաղաքական դաշտում մենք տեսանք, այսինքն խաղաղության փաստացի հաստատումը, այդ խաղաղության ամրապնդման գործընթացը այսօր ոչ մեկ Հայաստանում չի խոսում սահմանների մասին, որովհետև սահմաններում ուղղակի կրակոց չկա։ Իսկ շատ տեղերում ուղղակի սահմանապահներ են կանգնած ամենափոքր զենքով զինված ուրեմն սահմանապահներ են, որում երկու կողմից էլ, այսինքն չկա, այսպես ասած, ավտոմատ, հա, այդ փոքրիկ ատրճանակներ են, որոնք որ սահմանապահները կարող են, այսինքն չկա ծանր տեխնիկա եւ այլն, այսինքն մենք խաղաղության մասին այսօր խոսում ենք որպես իրողություն եւ իհարկե նաեւ պաշտպանության ոլորտում բազմաթիվ հաջողությունների զուգահեռ բազմաթիվ, որոնց մասին մենք խոսել ենք, այսինքն մեր սահմանների ամրապնդում, ամրաշինական աշխատանքներ, տեխնիկայի ձեռքբերում, ռազմամթերքի ձեռքբերում եւ այլն, դրան զուգահեռ պետք է արձանագրենք, որ որքան ես գիտեմ վիճակագրությունը արդեն մոտ 20 ամիս է մարտական պայմաններում զինվոր չի զոհվել եւ կարծես թե սա առաջին տարին է, իհարկե կարող են գործընկերները ինձ ուղղել, բայց որքան ես նայեցի մամուլը, կարծես թե սա առաջին տարին է, որ մենք անկախությունից ի վեր ասում ենք, որ մարտական պայմաններում զինվոր չի զոհվել։ Եվ սրանք մեծագույն հաջողություններ են, որ այսօր մենք կարողանում ենք այս հաջողությունների հիման վրա ասել, որ այլևս 2 տարի ծառայություն մեզ պետք չի։ Մեզ պետք է 1.5 տարի ծառայություն, որովհետեւ այդ տղաները այն վերջին 6 ամիսը մեզ պետք է որ գնան աշխատեն, գնան ստեղծեն, գնան ամուսնանան, գնան իրենց պետությունը այլ ֆրոնտում ուժեղացնեն, քան թե այն ֆրոնտում, որտեղ մենք սովորենք, որ իրանք պետք է ուժեղացնեին։ Նույնը գիտության մեջ, ես գիտեմ նաև համալսարաններն են ամփոփում արել, որքան ես տեղյակ եմ, համալսարանների մեծ մասը ամփոփել են ցուցանիշներով, որ
Այս տարվա մեջ օրինակ միջազգային գիտական հոդվածներ ավելի շատ են գրել, քան երևի իրենց ամբողջ կամ մի քանի տարի շարունակ միասին, այսինքն չկա ոլորտ, գիտություն, կրթություն, այսքան ճանապարհ ոչ մի տարի երևի չի կառուցվել, այսքան դպրոց ոչ մի տարի վստահաբար չի կառուցվել, այսքան մանկապարտեզ ոչ մի տարի չի կառուցվել, այս առումով 2025 թվականը ինքը ֆանտաստիկ տարի է եղել եւ կա այդպիսի վստահություն, ընդ որում այդ վստահությունը մենակ մեր մոտ չի որպես քաղաքական իշխանություն, ես խոսում եմ նաեւ բիզնեսի հետ, այսքան շենք ոչ մի տարի չի կառուցվել, որ 26-ին այդպես շատ ավելի մարտական են մտնելու եւ 26-ը ավելի լավ տարի ենք ունենալու, քան 25-ն է լինելու, որովհետեւ ամենակարևորը կա, հաստատված է խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ այլևս ես մի անգամ դա նշել եմ, հիմա էլ եմ ասում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանները այլևս չեն անցնելու զինվորները, այլևս չի անցնելու տանկերն ու զինտեխնիկան, անցնելու են գործարարները, անցնելու են զբոսաշրջիկները, անցնելու են առևտրականները իրենց ապրանքներով եւ իրենց գումարով։ Պարոն Պապայան, խոսենք նաեւ թվերից, այս տարվա 11 ամիսների արդյունքներով ունենք 8.3% տնտեսական ակտիվության ցուցանիշ, մասնավորապես շինարարությունը աճել է 20%-ով, ծառայությունները մոտ 10%-ով, արդյունաբերությունը ընդամենը 0.5%-ով։ Նախ ինչու չի հաջողվում արդյունաբերության ոլորտում շոշափելի աճ գրանցել եւ երկրորդ միայն նոյեմբերին արձանագրվել է արդյունաբերության 31% աճ։ Ինչով է սա բացատրվում, սա ինչ անբացատրելի աճ է։ Համեցեք։ Ես հիմա կարող եմ ասել, որ դեկտեմբերին էլ կլինի այդպիսի աճ եւ դուք կտեսնեք շոշափելի աճ, ու դարձյալ անբացատրելի աճ։ Բայց ես ուզում եմ բացատրել, որ մեր գործերը իրականում այնքան լավ չեն, ինչքան այդ 37.5-ն է, եւ այդքան վատ չեն, ինչքան այդ 0.5-ն է։ Եվ իրականությունն է, որ մենք 0.5-ից շատ ավելի բարձր աճ ունենք 11 ամսվա կտրվածքով, եւ իրականում 37.5% իրական աճ մենք չունենք, քան որը ներկայացված է այդտեղ նոյեմբերի համար։ Ինչն է պատճառը, էլի այստեղ այդ ոսկու process-ին են գալիս։ Մենք բերում ենք ոսկի, այդ ոսկին ինչ որ շրջափուլ անցնում է, հետո արտահանվում է։ Արդյունքում նախորդ տարի դա շատ մեծ ծավալ է կազմել, այս տարի համեմատաբար փոքր։ Դրա համար են իրական հատվածում, որ լիքը առաջընթաց ենք ունեցել, հազիվ բերել է այդ 0.5-ին է հասցրել։ Հետևաբար, եթե մենք ոսկու մասնաբաժինը հանում ենք եւ այս տարվա նոյեմբերից եւ այդ արդյունքում այդ 37 քանիսը չէ լինի, կլիներ ավելի համեստ, եւ տարեկան մասով 24-ից ոսկին հանում ենք, այսինքն թողնում ենք առանց ոսկի իրականը եւ այս տարվա առանց ոսկի իրականը, մենք շատ ավելի բարձր աճ ենք ունենալու եւ այդ վիճակագրությունը մենք կներկայացնենք, հիմա հաշվարկները ամփոփման մեջ ենք, շատ այդպես չասեմ երկնիշ, բայց բավականին լավ տպավորիչ աճ մենք կունենանք եւ դա շատ կարեւոր է, այսինքն մենք այս տարի հասարակ օրինակ բերեմ, տեսեք, տարին տարբեր ցուցանիշներով շատ լավն է եղել։ Օրինակ զբոսաշրջության օրինակը բերեմ կամ կբերեմ դեռ արտադրությունների օրինակը, բայց մեր քաղաքականությունների հետևանքով սև եւ գունավոր մետալուրգիայի ոլորտում 5 գործարան է ստեղծվել։ 5 գործարան։ Օրինակ, մի քանի տարի առաջ, չասեմ տասնամյակներ շարունակ, Հայաստանում օրինակ 90-ականների վերջին 2000-ականների սկզբին ամենատարածված բիզնեսը գործարանը սեփականաշնորհել, երկաթը հանել, տանել օրինակ Իրանում վաճառել։ Հերիք չի, որ այդ բիզնեսը, այսինքն դա է եղել մեր տնտեսության բանը, շարժիչը, բան, մարդիկ երկնիշ տնտեսական աճերից էին խոսում, գործարանը քանդելով, բանը, գործարանի երկաթները վաճառելով։ Հա, եթե քո բազան շատ ցածր է, երկաթ ես վաճառում, քո բազան կբարձրանա։ Բայց իհարկե չեմ ուզում համեմատություն անել, մենք հիմա մի 2 ամսում ավելի շատ հնա ենք ստեղծում, քան թե 2000-ականների սկզբին ամբողջ տարվա ընթացքում են ստեղծել։ Նույնիսկ դրա մասին չեմ էլ ուզում խոսել, այսինքն այդտեղ համեմատելու բան չկա այսօրվա հնայի եւ ուրեմն այն ժամանակվա հնաների միջև, բայց խնդիրը հետեւյալն է, հիմա 2-3 ամսում այո լավ ամիսներին այդ ավելի շատ հնա է ստեղծվում, քան այն ժամանակ սկզբերի։
Բայց հիմա տեսեք, ինչն է կարևորը, ես ասացի, որ դա հանում ենք, այդ տարբերությունը կա։ Բայց ինքը բոլոր առումներով, օրինակ, ինչ են կարել, այդ կարևոր է, ուզեցի այդ մետաղների օրինակը բերեմ, շատ տեղեր եմ բերում։ 5 գործարան։ Հա։ Ուղղակի բռնել ենք, ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունից ալյումին չեք կարող արտահանել։ Այդ շատ հիշում եք, չէ՞, որ փոքր էինք, երեխա էինք, հատկապես Երևանում, գյուղերում, մարզերում, բոլոր տեղերում ալյումին հանձնելու տեղեր կար։ Ասենք մարդիկ փոքր ծավալից մինչև մեծ ծավալ ալյումինը տանում հանձնում էին։ Մեկը ինչ որ բաներ քանդում, մեկը ինչ որ բաներ գողացել, մեկը գնացել ինչ որ բաներ գտել։ Հա, նկատի ունեմ ինչ որ գողանալ ասել, նկատի ունեմ բան գործարաններ սեփականաշնորհը հանրային սեփականությունը ու սկսել էր քանդել, տանել, վաճառել։ Արդյունքում այսօր մենք ունենք դատարկ գործարաններ, չաշխատող, ուղղակի տարածքներ, մեջի սա տեխնիկան քանդած վաճառած, որպես բան։ Ուղղակի արգելել ենք դրանց երկրից դրա արտահանումը։ Արդյունքում 35 տարվա, 34.5 տարվա պետություն ենք, 34.5 տարի այդ ջերուսման մարտկոցները որ կան, ալյումինի, սպիտակ գույնի հիմնականում լինում են։ Բոլոր շատ-շատերի տներում կա, կարծեմ 400,000 ընտանիք կարծեմ թե տարբեր ժամանակներում օգտվել է այդ ջերուսման համակարգերը քաշելուց Հայաստանում, կամ միգուցե կարող է մի փոքր ավելի քիչ 300,000 եւ բոլորի տներում թուրքական, չինական, իսպանական, իտալական հիմնականում այս մարտկոցներն են, ալյումինի այդ մարտկոցները, հա, ռադիատորները։ Այս տարի հերիք չի մենք ենք արտադրում, մի հատ էլ արտահանել ենք։ Ինչի համար։ Շատ բարձ պատճառով, որովհետև ասել ենք այդ ալյումինը, որը Հայաստանից արտահանվում էր պայմանական Չինաստան, Չինաստանում դառնում էր ռադիատոր, մեր վրա վաճառվում էր 1/10-ի, ասել ենք չես կարող արտահանես, Հայաստանում կարտադրես եւ այդ 9 մենք ենք աշխատում, այդ 9 միավորը կոպիտ ասած, այդ 1/10-ի հարաբերություն։ Սա է տնտեսության զարգացման առանցք, այսինքն երբ որ դու ալյումինի հումք կամ սև մետաղի հումք մատակարարող երկրից դառնում ես երկիր, որը այդ պրոդուկտներից ապրանք է արտադրում։ Խաղաղությունն ինքը շատ այլ էֆեկտներ է ունեցել։ Այս տարի ռեկորդներ են ունեցել զբոսաշրջության ոլորտում։ Չենք ունեցել մի այնպիսի մայիս, մի այնպիսի հունիս, մի այնպիսի հուլիս, մի այնպիսի օգոստոս, սեպտեմբեր ունեցել ենք, նոյեմբեր, հոկտեմբեր, վստահ եմ նաև դեկտեմբեր, կամ փոփենք արդյունքները վստահ եմ նաև դեկտեմբեր, որտեղ ես կապ ունեմ, խոսում եմ հյուրանոցների հետ, զբաղվածության մակարդակը շատ բարձր է, որ այսքան զբոսաշրջիկ է եկել Հայաստան։ Այսինքն տարվա ամիսների մեծ մասի ռեկորդը պատկանում է 25 թվականին։ Երբևէ այդքան ռեկորդային զբոսաշրջային հոսք չենք ունեցել։ Մի ուրիշ օրինակ էլ բերեմ։ Այս տարվա սկզբին, այդպես ասած, մի փոքր մտահոգություն ունեինք, դե սովորաբար տես մի 160, 170, 180 հազար տոննա խաղող է լինում Հայաստանում։ Այս տարի գնահատականն էր, որ 200-210 հազար տոննա է լինելու ու Առաջի տարիներ, որ խաղողագործները այս տարի այո։ 2 տարի է, մեր խաղողագործները չեն բողոքել։ 200,000 տոննա խաղող ենք մթերել։ Վերջում ինձ զանգահարում էին մեր ֆերմերները, գյուղացիները, ասում էին, չգիտեմ, 40, 30, 20, 10 բեռնատար տարել եմ, այն տակերը տենց հատիկներն է մնացել, մի ավտո հավաքել եմ, կլինի դա էլ տանեմ, ասել եմ տարեք։ Այսինքն չի եղել մի հատիկ, որ ուզենան տանեն հանձնեն, չեն հանձնել։ Արգելք չի եղել։ Ոչ միայն արգելք չի եղել, այլ այնքան սպիրտ ենք վաճառել, այնքան կոնյակ ենք վաճառել, որ ամբողջ մեր բաները, տարաները դատարկվել է, հետևաբար կարողացել ենք լցնել։ Հիմա էլ օգնում ենք, որպեսզի էլի վաճառեն շատ, որպեսզի տարաները նորից դատարկվի, որպեսզի ինչքան խաղող լինի, էլի մեր քաղաքացիները ուրեմն կարողանան հանձնել։ Ընդ որում ինչով էր պայմանավորված նախորդ տարվա 164,000-ը ու այս տարվա 200,000-ը։ Որովհետև նախորդ տարվա 164-ը այդ դժվար հանձնելու հետևանք էր։ Մարդիկ անընդհատ պակասացնում էին, քանդում էին, պակասացնում էին, քանդում էին, չէին մշակում։ Հիմա մոտիվացիա կա, ավելի շատ։ Առանց պրոբլեմ 2024-ին մթերվեց, սկսեցին լավ մշակել, 25-ը եղավ ռեկորդային քանակ։ Ժողովուրդ ջան, ինչքան ուզում եք
մշակեք, ինչքան ուզում եք, ինչքան շատ կարողանաք հանել։ Ինչ քանակ եղավ 2026 թվականին մինչև վերջին խաղողի հատիկը մթերելու ենք։ Պաշտոնական ցուցանիշներով Հայաստանում միջին աշխատավարձը անցել է 300,000 դրամից, այսինքն ավելի քան կրկնապատկվել է 18 թվականի համեմատ։ Պարոն Պապոյան, մյուս կողմից աղքատությունը գրեթե չի կրճատվել։ Ինչով եք բացատրում այս ֆենոմենը։ Ըստ էության մենք ունենք ֆենոմենալ անհամապատասխանություն։ Ստացվում է, որ աղքատների աշխատավարձը մնացել է նույնը, աճել է միայն ոչ աղքատների աշխատավարձը։ Ինչպես եք բացատրում սա։ Բացատրում եմ առաջին հերթին այն պայմանով, որ այդ մարդիկ 90-ականներին, 2000-ականներին 2010-ականներին ինչ ու ոչ չեն ստացել նորմալ կրթություն։ Սա փաստ։ Բոլոր կրթություն, նորմալ կրթություն ստացած մարդկանց աշխատավարձը, կյանքի որակը լավացել է, այդ մարդկանցը չի լավացել։ Էսա։ Եվ երբ որ մենք այսօր 200 բնակիչ ունեցող գյուղում $1 միլիոն շենք ենք սարքում, դպրոցի շենք, մեկ կողքնել $1 միլիոն մանկապարտեզի շենք ենք սարքում։ Այդ նրա համար ենք անում, որ այդ մարդը, ով աղքատ է, գոնե իր երեխեն աղքատ չլինի։ Ինչի է այդ մարդը աղքատ, որովհետև այդ մարդուն դպրոց չի եղել պատշաճ, որ ինքը գնա։ Ինքը մեղավոր չի, դպրոց չի եղել։ Ես 93 թվականին մի օր գնացի մանկապարտեզ, ասեցին մանկապարտեզը փակվել է, այլևս չի լինելու մանկապարտեզ։ Եվ 93-90, ես 94-ին գնացել եմ դպրոց 6 տարեկանից։ 93-ից 4-ը օրինակ մանկապարտեզի կրթություն չեմ ստացել։ Ու տես լիքը մարդիկ։ Ու այդպես մի սերունդներ, տասնամյակներ շարունակ։ Հիմա այս մարդը չի ստացել կրթություն, որովհետև իրան չեն տվել այդ կրթությունը, որովհետև ինքը չի ունեցել նորմալ դասագիր, որովհետև ինքը չի ունեցել նորմալ դպրոց, որովհետև ինքը չի ունեցել ջեռուցում, որովհետև ինքը չի գնացել մանկապարտեզ, որովհետև ինքը չի կարողացել գնալ բարձրագույն նորմալ կրթության, չի եղել այդ հնարավորությունը։ Ինքը իր կյանքի որակը մնացել է նույն մակարդակի վրա։ Չէ։ Դա չի նշանակում, որ մենք ոչինչ չպետք է անենք։ Հիմա ես կգամ դրան։ Բայց մեր ամենակարևոր բանը ինչ ենք ասում։ Ասում ենք առաջնային եկեք պայմանավորվենք, որ այդ մարդու երեխան, այդ աղքատ մարդկանց երեխեքը չպիտի լինեն աղքատ։ Եկեք պայմանավորվենք, որ այն 3 երեխան, որ այդ աղքատ մարդուց ծնվել է, ինքը չպիտի լինի աղքատ։ Հետևաբար, այդ ամեն երեխու համար $50,000 կամ չգիտեմ $20,000 փող է ծախսվում, որ ինքը ունենա նորմալ դպրոց, նորմալ մանկապարտեզ, նորմալ ջրագիծ, որ նորմալ առողջապահական պայմաններ, որ ի տարբերություն իր ծնողի, որ հիվանդացել է, կներեք տնաբուժությամբ է զբաղվել եւ բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել երիտասարդ տարիքում։ Իր երեխան 2026 թվականի հունվարի 1-ից մինչև էդ էլ ուներ։ 2026 թվականի հունվարի 1-ից ունի անվճար բժշկական ապահովագրություն։ Ինքն էլ որպես սոցիալական անապահով մարդ նպաստառու ինքն էլ ունի անվճար բժշկապահովագրություն։ Այսինքն պայմանավորվում ենք, որ այս մարդիկ նորմալ կրթություն պիտի ստանան բարձր որակի ու անվճար։ Պայմանավորվում ենք, որ այս մարդիկ բարձր որակի բժշկական սպասարկում պիտի ստանան ու անվճար, որ իրանց երեխեքը չլինեն աղքատ, իրանց երեխեքը լինեն կրթված եւ իրանց երեխեքը լինեն առողջ։ Եվ հիմա վերադառնանք իրենց։ Իրենց ասում ենք, որ այո, դուք չեք կարողացել սուբյեկտիվ պատճառները, որտեղ պետությունը լավ չի կարողացել ձեզ տա այդ ամեն ինչը եւ դուք օրինակ չեք ունեցել հասանելիություն առողջապահությանը ու ցավոք սրտի կարող է նաեւ ձեր առողջության ինչ-որ մի մասն էլ արդեն կորցրել եք բայց այստեղ պիտի կանգ առնենք 2026 թվականի հունվարի 1-ից դուք ունեք անվճար բժշկական ապահովագրություն պետք է գնաք ստուգվեք հետազոտվեք հերթագրվեք եւ սկսեք բուժվել Եվ փորձենք փրկել այն ինչ որ այս կետից հետո ունենք։ Երկրորդը ասում ենք, որ կրթությունը, եթե դու դպրոցում 90-ականներին ես սովորել, 2000-ականներին ես սովորել, բաց ես թողել, օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով կրթությունը մի հատ բան է, որ ժողովուրդ ջան, կարող ես հիմա շարունակել։
Եվ բոլորս պիտի շարունակենք, այսինքն տարբեր գործիքակազմերով այս մարդկանց պետք է ներգրավենք կրթական process-ների մեջ։ Եվ երրորդը, ասում ենք, որ աղքատության հաղթահարելու համար պետք է աշխատանք։ Օրինակ մենք հիմա փոքր եւ միջին ձեռնարկության ռազմավարություն են գրում։ Ինչ են գրել այդ փոքր եւ միջին ձեռնարկության ռազմավարության մեջ, որը կընդունենք 2026 թվականի առաջին կիսամյակում։ Եվ հաջորդ հնգամյակի համար դա կառավարության գործունեության կարևոր ուղենիշ է լինելու։ Ասելու ենք, մարդը, այն մարդը, որ չունի փող բիզնեսով զբաղվելու համար, բայց ունի գիտելիք եւ ուզում է սովորել եւ ունի գաղափար, ինչ է անում, գալիս է իր գաղափարով, անվճար կրթվում է, պետությունը տալիս է այդ կրթվելու հնարավորությունը։ Իրան օգնում ենք անվճար կազմա բիզնես պլան, այսինքն որից հետո գնում է իր բիզնես պլանով բանկ, բանկը ասում է շատ լավ գաղափար է, ես հավատում եմ, դե պիտի գրավ տաս։ Պայմանական օրինակ իրան պետք է 20 միլիոն դրամ գրավ։ Պետությունը միջնորդ է։ Պետությունը ինքը ունի օրինակ մի հատ բնակարան, որի համար 10 միլիոն փող են տալիս։ Ասում է, այս 10 միլիոնը գրավ, այս մյուս 10 միլիոնը պետությունն է, քո տեղը երաշխավոր կանգնում։ Գնա ու քո բիզնեսով զբաղվի, գնա քո աշխատանքով, քո ընտանիքի բարեկեցությունը ապահովի։ Այսինքն դա պահանջում է բնականաբար ջանք, պահանջում է աշխատանք, պահանջում է գիտելիք, բայց այդ process-ում լիքը փող է ծախսվում, որի մի մեծ մասը ի վերջո պետությունը իր վրա է վերցնում։ Սա օրինակ մեկ օրինակ, թե ինչպես մարդուն մենք տանենք դա։ Հիմա տարբեր ծրագրեր են գրում 63+ անձանց համար արտոնյալ պայմաններով։ Օրինակ գյուղատնտեսությամբ ես ուզում զբաղվես, 63+ անձանց համար շատ ավելի արտոնյալ պայման ենք տրամադրում ֆինանսավորման։ Պետությունը վերցնում է այդ արտոնյալ պայմանը իր վրա, որովհետև 63 տարին դա պատկառելի տարիք է, բայց 63 տարեկան մարդը իմ կարծիքով հաստատ ունի ուժ, հաստատ ունի եռանդ, եթե առողջական խնդիրներ չունի, եւ հաստատ կարող է եւս մի 10 տարի ակտիվ աշխատել, ընդ որում այդ տարիքում իմ կարծիքով ինչքան ակտիվ մարդիկ աշխատեն, այդքան ավելի երկար առողջ կապրեն։ Քանի որ խոսեցիք առողջապահության համընդհանուր ապահովագրությունից, հունվարի 1-ից փաստորեն ուժի մեջ է մտնում այն, որի համար մարդիկ իրենց աշխատավարձից պետք է վճարեն մոտ 11,000 դրամ, ինչը շատերի համար շատ մեծ բեռ կլինի։ Նշվում է, պարոն Պապայան, որ Զինապահ հիմնադրամին վճարվող գումարի մի մասն էլ ուղղվելու է առողջապահության ապահովագրությանը։ Վերջն արդյունքում քաղաքացին ուզում է իմանալ, որքան է վճարելու վարձու աշխատողը եւ որքան այդ տարբերությունը կվճարի օրինակ գործատուն, թե աշխատողը ինքը պետք է ինչ որ քայլեր անի դրա համար։ Մեր ընտանիքի օրինակով բերենք, շատ դասական օրինակ է, շատ շատերը կտեսնեն։ Ես ունեմ 2 երեխա։ Իմ 2 երեխաների եւ ընդհանրապես մեր բոլոր բալիկների համար պետությունը գումարը վճարում է։ Այսինքն մինչև 18 տարեկան երեխաների համար ոչ մեկս, անկախ ֆինանսական հնարավորությունից, կարողությունից, չէ, ես օրինակ հակված էի ավելի շատ նրանք ովքեր որ կարող են իրենք վճարեն, բայց որոշվեց որ դա շատ բարդ է լինելու եւ այլն, եւ որոշվեց որ մեր երեխաներն են, էական չի, ինչպիսի սոցիալական վիճակով ընտանիքում են ծնվել, բոլորին բան ենք այդպես հավասար վերաբերմունք եւ անվճար։ Մինչև 18 տարեկան մեր բոլոր երեխաները անվճար։ 65+ տարիքի բոլոր մեր ուրեմն մեծահասակները, այսինքն մեր ավագ սերունդը, այս պարագայում 65+ նորից անվճար պետության հաշվին, այսինքն մինչև 18 անվճար, 65+ անվճար։ Մեջտեղում մնաց 18-ից 65 տարեկան հատվածը։ Այստեղ կախված է աշխատավարձային բանից։ Օրինակ 1 միլիոն դրամ եւ ավել աշխատավարձ ստացողները ես կարծում եմ կարող են ամսական 11,000 դրամ վճարել։ Նորմալ է։ Ինձ թվում է դա շատ Ընդ որում նաև իրենց վճարած 11-ով է, որ մեր ավագ սերունդը եւ երիտասարդ օգտվելու են, այսինքն սա նորմալ է։ Մյուս դեպքերի համար, տեսեք ինչ է արված,
ուրեմն մինչև 200,000-ի համար, այսինքն այն մարդիկ, ովքեր որ մինչև 200,000 են ստանում, ասում ենք դուք կուզեք կմիանաք, կուզեք չէ։ Այսինքն եթե կուզեք աջակցեք, փող դնեք այդ process-ի մեջ, միացեք, եթե չեք ուզի կարող եք, այսինքն ձեր համար սա պարտադիր չի, ցանկալի մինչև 200,000 ստացողը։ Այո, 200,000-ից հետոների համար այնտեղ իրավիճակը բան է, օրինակ 500,000-ից մինչև 1 միլիոն ստացողները համարյա բան իրենք չեն ավելացնում, որովհետև իրենք կարծես թե որքան հիշում եմ 8,000 դրամ թե 9,000 դրամ զինապահ հիմնադրամին այսպես թե այնպես տալիս էին եւ հիմա պետք է տան 1,000 դրամ եւ այդ գումարը գնալու է այդ ֆոնդին։ Մի ուրիշը օրինակ 6,000 դրամ էր տալիս, հիմա 5 կտա, լրացուցիչ իր աշխատավարձից եւս 5 կտա, ընդ որում մեխանիզմը այնպես է, որ հիմա վճարումը հաջորդ տարի այդ եկամուտների հայտարարագրումով հետա ստանալու։ Այսինքն այն 200,000-ից մինչև ուրեմն 1 միլիոն հատվածնել ինքը իր վրա կամ հիմա չի զգալու, որովհետեւ ինքը միևնույն է տալիս է զինապահին Հիմա ավտոմատ Հիմա կտա ապահովագրական հիմնադրամին կամ եթե ավելանալու է ինչ-որ մի բան, ապա դա եկող տարի ինքը հետ կստանա։ Հիմնականում կամ մեծ մասը կստանա։ Սա նույնպես շատ կարևոր նյուանս է։ Բայց ուզում եմ զինապահի հիմնադրամի մասին խոսեմ։ Նախ այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ զինապահ հիմնադրամում այնքան փող է արդեն կուտակվել, որ այսօրվա բոլոր շահառուների բոլոր վճարումները կկատարվեն եւ նույնիսկ այս 1000 դրամներով։ Ավելին, այս 1000 դրամները այդպես այն որ ավել լինի, պակաս չլինի, սկզբունքով է դրված։ Եվ ի վերջո հաստատված խաղաղության պարագայում մենք պետք է ֆիքսենք, որ այլևս որևէ 18, 19, 20 կամ ավելի բարձր տարիքի զինվոր չի զոհվելու եւ չպետք է զոհվի եւ զինապահ հիմնադրամը ի վերջո ինչ որ մի փուլից հետո իր առաքելությունը պետք է ավարտի, որովհետեւ մենք այլևս չենք ունենալու զինապահ հիմնադրամի Չեմ էլ ուզում այդ բառը օգտագործեմ շահառու, որովհետև շահառու լինել այս պարագայում իհարկե այդպես է ձևակերպված օրենքում, բայց դա վատ բառ է էլի այս պարագայում։ Եվ մենք չենք ունենա զինապահ հիմնադրամի առաջություն ինչ որ եթե անենք 2 տասնամյակ հետո, որովհետև կամ մի քիչ օրենքի կարգավորումներից կախված, որովհետև ի վերջո հաստատված խաղաղության պարագայում մենք պետք է արձանագրենք, որ ես ասացի 20 ամիսա զինվոր չի զոհվել, որ 200 ամիս զինվոր չի զոհվել, 2000 ամիս զինվոր չի զոհվել, 20,000 ամիս եւ ի վերջո մենք պետք է համարենք, որ սա մի տարածաշրջան է, որտեղ ժողովուրդները իրար հետ ոչ թե կռվում են եւ մենք այդ ընթացքում ոչ թե կորուստներ ենք ունենում տարածքային ու մարդկային, ինչպես անընդհատ տեղի ունեցել մեր հետ, այլ մենք խաղաղ համակեցությամբ ապրում ենք, առևտուն ենք անում այս ժողովուրդների հետ, զարգանում ենք, բարեկեցությունը ավելանում եւ մեր ժողովրդի հայ ժողովրդի քանակը շարունակաբար ավելանում է Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Պապոյան 3-ը դառնում է 4, 4-ը 5 եւ այսպես շարունակ։ Պարոն Պապոյան, Ադրբեջանից Հայաստանն արդեն ստացել է բենզին, ցորեն, ձեր կարծիքով սրանք ցուցադրական ներմուծումներ են, թե շատ ավելի երկարաժամկետ գործընթացի հետ գործ ունենք, մյուս կողմից էլ կան արդյոք քննարկումներ, թե մենք ինչ ենք արտահանելու Ադրբեջան, օրերս դուք լրագրողների հետ զրույցում անդրադարձել եք այս հարցին, բայց առարկայական շոշափել է օրինակ նույն էկոնոմիկայի նախարարությունները որքանով են իրար հետ համագործակցում այս առումով եւ հանրության որոշակի շրջանակի մոտ էլ կամ մտավախություն օրինակ որ ադրբեջանական ապրանքներ ներկրելով մեծանում է Ադրբեջանի ազդեցությունը հայկական շուկայի վրա հատկապես ընդդիմադիր հատվածն է ձեզ քննադատում ավելին նշում են որ նույն այդ գումարներով դուք զինում եք Ադրբեջանի բանակը ընդհանրապես արդյոք այս բոլոր ռիսկերը հաշվարկել ենք որ բանը չհասնի նրան որ Ադրբեջանը նաև տնտեսական լծակներ օգտագործի արդեն։ Տեսեք, մենք իրականում այս գործարքով զինում ենք Հայաստանի բանակը, եթե ուզում եք ուղիղ ասեմ։ Իհարկե սա չէ ուզի որպես վերնագիր դնեիք, բայց շատ ուղիղ ասեմ, այդ գործարքով զինում ենք Հայաստանի Հանրապետությունը,
որովհետև մենք խաղաղության մեջ ենք ապրում։ Հիմա տեսեք, դուք գնում եք օրինակ 1 օրում 5 լիտր բենզին, որը արժի 520 դրամ։ Ծախսում եք 1100 դրամ։ Ծախսեցիք 1100 դրամ։ Հետո գնում եք հաջորդ օրը 5 լիտր բենզին, որը արժի 430 դրամ, այս դեպքում լուրջ խնայողություն ենք։ Չէ, իհարկե 90 ուրեմն, չէ, ներողություն, 5 լիտր բենզինի եթե 520 դրամով ուրեմն գնում եք, վճարում եք 2600 դրամ։ Չէ, 2600 դրամ դուք վճարում եք։ Եվ եթե գնում եք 430 դրամանոց բենզինը, ապա դուք 90 դրամ ամեն լիտրի մեջ խնայում եք կամ 450 դրամ օրական խնայեցիք։ Երկարաժամկետ է։ Ամեն օր օրական։ Նկատի ունեմ երկարաժամկետ է լինելու այս ներմուծումը նկատի ունեմ։ Այո, հիմա այս 450 դրամը այն մի դեպքում գնում էր որևէ երկիր, որտեղից որ ներմուծում ենք։ Էական չի որ երկիր էր գնում։ Այս մյուս դեպքում 450 դրամ մնում է Հայաստանի Հանրապետությունում։ Ու դառնում է կենսաթոշակ, զինվորի աշխատավարձ, ուսուցչի աշխատավարձ, պետք լինի զենք, առողջապահություն, դպրոց, մանկապարտեզ։ Այսինքն այդ ընդդիմադիրները ասում են, որ ավելի լավ է այդ 450 դրամը գնա Եգիպտոս, Ռումինիա, Ռուսաստան կամ այլ երկիր, քան թե մնա Հայաստան։ Այսինքն իրանք նախընտրում են, որ մենք առնենք 520 դրամով բենզին, բայց 430 դրամով չառնենք։ Գիտեք, սա այս ապուշություններին վերջապես լավ ամեն ինչ պիտի իր արբանը գնահատականը տա։ Լավ ամեն մի ապուշություն տասնամյակներ շարունակ մեր եթերներում տեղ է ունեցել։ Եվ ամեն մի հիմարություն դասագրքերում տեղ է ունեցել։ Լավ պիտի վերջ գնանք, լավ հիմա հասարակ օրինակ։ Այսինքն ինչ են իրանք ասում են ավելի լավ է մենք ամեն օր 450 դրամ մեր քաղաքացիները ավել ծախսեն։ Ով որ դա ասում է, թող գնա, կանգնի ժողովրդի մեջտեղը, գնա որևէ գյուղում, որևէ քաղաքի հրապարակում, որևէ տեղ կանգնի ու ասի ժողովուրդ ջան, ես համարում եմ, որ դուք պետք է առնեք 520 դրամանոց բենզին այս երկրների, բայց չառնեք 430 դրամանոց այս երկրի եւ արդյունքում օրինակ ամեն օր 450 դրամ չշահեք 10 օրում 4500 դրամ 100 օրում 45000 դրամ մի տարում չգիտեմ 130000 դրամ 10 տարում 1.300.000 դրամ 30 տարում 4 միլիոն դրամ Թող գնա ասի որ ամեն օր քո երեխու բերնից 450 դրամ կտրի դուս այս երկրին որպեսզի ես սպասարկեմ իմ ազգային ազատագրական քաղաքական ծրագիրը, որ հետո այդ ծրագրի արդյունքում մի հատ էլ քյալագյոզություն անեմ, մի հատ էլ պատերազմ լինի, հետո ես գնամ տես բարձր ամբիոններից տեքստեր մեծ խոսամ, քո երեխեքն էլ գնան կռվեն, չի լինելու այլևս, չի լինելու այնպես, որ մի քանի քյալագյոզներ, մի քանի շրջանակ, իրանք տենց Երևանի կենտրոններում կոֆե խմեն, սուրճ խմեն, թանկարժեք սրճարաններում, ռեստորաններում, տեքստեր հնարեն, հետո ասենք Ամասյացին, Աբարանցին, Ստեփանավանցին, Գորիսեցի, Մարտունեցի, Դիլիջանցի, Աշտարակցի, Հոկտեմբերյան, Արմավիրցի երեխեքը, էթան իրանց տեղը իրանց խոսածածի պատասխանը տան չի լինելու այլևս տենց ոչ մի երեխա այլևս չի զոհվելու ոչ մի կռիվ չի լինելու իսկ ով որ այդպիսի օրակարգեր ունի իրանց 26 թվականի ընտրություններից հետո քաղաքական աղբանոցներ նետելու է ժողովուրդը Շնորհակալ եմ պարոն Ես եմ շնորհակալ Առաջինի տաղավարում զրուցում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ կհանդիպենք